Իսկ իրականում առավել քան պարզ է, թե ինչու ուժեղ Հայաստանը փողոցային պայքար չի նախաձեռնում, որովհետև իրանք չունեն աջակիցներ։ Կհիշեք, թե ինչպես էին ընտրում 10,000-ով ծափ տվողներ, շալվարի դիմաց ցույցի գնացողներ, այս մարդիկ իրանք էլ գիտեն, որ չունեն այս աջակցությունը եւ իրենց մանդատները լեգիտիմ չեն։ Սա է պատճառը իրականում, ինչու նրանք փողոցային պայքար չեն նախաձեռնում հանուն հայրենիքի փրկությունը, ինչ էր կոչվում, չեմ էլ հիշում։ Այո, մոտավորապես սպասում էինք այդպիսի բան։ Իսկ հիմա անդիմադիր շրջանակները ասում են կեղծված է, բողոքարկում են Քոչարյանը, Ծառուկյանը։ Ես էլ հակառակը կասեմ, իրանք են կեղծել։ Թող ոչ մեկը մյուսին չասի, որ կեղծել է։ Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիրները։ Իսկ կաշառքը տեղ ունեցել է այսօր։ Կաշառքը մեր մոտ ընդունված բաներ 30 տարի էլի շարունակվում է։ Այսինքն ազդել է։ Անպայման։ Եվ մեր ժողովուրդը դեռ չի հասունացել դրա համար, որ կաշառք չվերստի։ Էլ չեմ ասում ոչ մի բան, բավական է։ Իսկ Ռուսաստանի չշնորհավորելը որևէ բան փոխում է։ Ռուսաստանի մասին եկեք չխոսենք։ Մենք բոլորս հիասթափված ենք դրանից, իրա պահվածքից։ Այս բոլոր չարիքները, որ Հայաստանի գլխին եկավ, առաջի հերթին իրա մեղ գնա։ Անընդհատ ասում եմ մենք եղբայրական երկրներ ենք եւ այլն, բայց լրիվ հակառակն է անում։ Վերջ։ Սիրելի ընկերներ, նայում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ընտրակաշառք բաժանած ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներին, ուժերի ներկայացուցիչներին ավելի ճիշտ, թեպետ նրանք ընդհանուր մի ուժ են, բայց եւ լսում եմ ինչպիսի հայտարարություններ են անում, իբրև այսինքն պահանջը այն մասին, որ պետք է ընտրությունները ընդհանրապես չեղարկվեն, քանի որ տեղի ունեցել համատարած խախտումներ իշխանության կողմից։ Լսում եմ, որ նրանք մեղադրում են գյուղապետերին, թե ինչպիսի վարչական լծակներ են օգտագործել, ինչպես են ստիպել, վախեցրել, չգիտեմ, նման բաներ են ասում։ Հիմա ես ուզում եմ մի հայտարարություն անել, լինելով գյուղապետ, լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ներառված պատգամավորական տեխնացու, ցանկանում եմ մի հայտարարություն անել։ Իմ գյուղից, եթե մեկ հոգի կհայտարարի, որ ես ընտրությունների ընթացքում, քարոզարշավի ընթացքում, դրանից չգիտեմ 6 ամիս առաջ, մի տարի առաջ, ոնց ինչ ժամկետներում ուզում եք նայեք, խնդրել եմ, կոչ եմ արել, պահանջել եմ, իրանց ասած վախեցրել եմ, ինչ-որ լծակներ եմ օգտագործել, որ գնան եւ ընտրեն իմ օգտին, մեր կուսակցության օգտին, ես պաշտոնապես հայտարարում եմ, այդ պահից սկսած դուրս գամ ընդհանրապես քաղաքական դաշտից, ընդհուպ միջև դիմում կգրեմ եւ կազատվեմ չկալովկա բնակավարի վարչական ղեկավարի պաշտոնից եւ իմ ամբողջ կյանքի ընթացքում տղամարդու խոսք եմ տալիս, ինձ ոչ մեկ երբևիցե չի տեսնի այլ որևէ պետական աշխատանքի։ Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ 8-րդ գումարման ազգային ժողովը ավարտում է իր աշխատանքները, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են այս տարիների ընթացքում առաջարկվել իմ գործընկերների կողմից, բայց կա եւս 3 օրենսդրական նախաձեռնություն, որ այս գումարման ազգային ժողովը կհասցնի, կարծում եմ, եւ կքվեարկի, մենք դա կանենք մոտ օրերից կամ արտահերթ քվեարկությամբ եւ այսպես եւս 3 օրենսդրական նախաձեռնություն իմ եւ իմ գործընկերների կողմից առաջինի մասին խոսել էի, հայտարարել էի արդեն դրա մասին, խոսքը վերաբերում է ընտրակաշառք տալու եւ վերցնելուն, դրանց պատիժը կխստացվի, այսինքն նախկինում 7 տարին մինչև 7 տարին վերցնելու համար եւ մինչև 8 տարին ընտրակաշառք տալու համար կխստացվի եւ կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում։ Բնական է, սա միակ գործիքը չէ, որը որ կիրառվելու է ընտրակաշառք տվողների եւ վերցնողների դեմ, կլինեն այլ գործիքներ, նաեւ քաղաքական հետևանքներ կլինեն։ Սա մեկ օրենսդրական նախաձեռնություն, երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է մեր բնակավայրերին, այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր, այդ մտքին եմ
եկել ես եւ իմ գործընկերները եւ բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, հիմնական մուտքերից մեկի մոտ կամ մուտքերից բոլոր մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1-2-ի վրա չափով Հայաստանի Հանրապետության դրոշ։ Սա նույնպես կբերվի ազգային ժողովի օրակարգ եւ կքվեարկվի եւ երրորդ կարող եմ ասել պատմական կարևոր օրենսդրական նախաձեռնությունը կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի եւ падգամավորների երթման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը եւ մեր օրենսդրությանը, ինչպես նաեւ մեր հայ ժողովրդին բնորոշ եւ հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը, որ ես քիչ անց կտեղադրեմ, նաեւ կարող եք ծանոթանալ այդ տեքստի հետ։ Սրանք կբերվեն մոտակա օրերին ազգային ժողովի օրակարգ եւ գուցե արտահերթ քվեարկությամբ կքվեարկվեն։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին համագործակցելու համար եւ այս օրենսդրական նախաձեռնությունները առաջ մղելու համար։ Շնորհակալություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը եւ ընտրությունների արդյունքի օրինականացման ապահովումը։ Այդ պատճառով ԿՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է եւ չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։ Այս մասին հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մանրամասնելով, թե մասնակի վերաքվեարկության դեպքում ինչ խնդիր է առաջանում։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր, նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը, տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99.8%։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով ասվում է հայտարարության մեջ։ Ըստ ԿՀ-ի վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։ Հետևաբար ԿՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյոք վերաքվեարկության ժամանակ ապահովելու են նույն ազատ եւ հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյոք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ, արդյոք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները, արդյոք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։ Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար եւ արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը, հայտնել են ԿՀ-ից։ 16